Վաշինգտոնի ու Մոսկվայի անոնսած Թրամփ-Պուտին հանդիպումը մոտ ապագայում չի կայանա։ Տերությունների լիդերների Բուդապեշտում նախատեսված տետատետ շփումն անորոշ ժամանակով հետաձգվել է։ Միացյալ Նահանգների նախագահը չի ցանկանում անօգուտ հանդիպում։ Թրամփն այս հայտարարությունն արել է Սպիտակ տանը Հնդկաստանի պատվիրակության ներկայացուցիչների հետ Դիվալի լույսի տոնակատարության ժամանակ մոմ վառելուց հետո։ Ոչ, ես չեմ ցանկանում, որ հանդիպումն անօգուտ լինի։ Չեմ ցանկանում ժամանակն անիմաստ վատնել, այնպես որ տեսնենք, թե ինչ կստացվի։ Առաջիկա 2 օրերին կարող են լինել նոր զարգացումներ, նկատում է Թրամփը, հիշեցնելով, որ թե Մոսկվային, թե Կիևին առաջարկել է դադարեցնել ռազմական գործողությունները, կանգ առնելով այն գծի վրա, որտեղ այս պահին են։ Կրեմլից արձագանքել են հանդիպման հետաձգման լուրին։ Մենք ունենք նախագահների տեսակետն այս հարցի վերաբերյալ, բայց չենք կարող հետաձգել այն, ինչը դեռևս ամրագրված չէ։ Ոչ նախագահ Թրամփը, ոչ էլ նախագահ Պուտինը որևէ հստակ ժամկետ չեն նշել։ Անհրաժեշտ է լուրջ նախապատրաստություն։ Դա կարող է ժամանակ պահանջել, հետևաբար ի սկզբանե ճշգրիտ ժամկետներ սահմանված չէին։ Ռոյտերսի բարձրաստիճան աղբյուրի պնդմամբ հանդիպումը հետաձգվել է Մոսկվայի պատճառով։ Ռուսաստանը մերժել է Ուկրաինայում անհապաղ հրադադարի առաջարկը։ Լիդերների հանդիպումը պետք է նախապատրաստեին երկրների գլխավոր դիվանագետները։ Թեպետ Ռուբիո-Լավրով զրույցը երկկողմ արդյունավետ էր որակվել, հիմնահարցի շուրջ տարաձայնությունները պատճառ են դարձել գլխավոր հանդիպման հետաձգման։ Մենք հաստատել ենք մեր անսասան հանձնառությունը գործելու նախագահներ Պուտինի և Թրամփի ձեռք բերած պայմանավորվածությունների համաձայն, առաջին հերթին Ալյասկայում և նրանց հեռախոսազրույցների ընթացքում։ Ուզում եմ պաշտոնապես հաստատել, որ Ռուսաստանը չի փոխել իր դիրքորոշումը համեմատած այն ըմբռնումների հետ, որոնք ձեռք են բերվել Ալյասկայի պայմանավորվածությունների ժամանակ։ Դրանք հիմնված են այն համաձայնության վրա, որ նախագահ Թրամփը հակիրճ ձևակերպել է, ասելով, որ անհրաժեշտ է երկարաժամկետ կայուն խաղաղություն, այլ ոչ թե անհապաղ հրադադար, որը ոչնչի չի հանգեցնի։ Մենք շարունակում ենք լիովին հավատարիմ մնալ այս բանաձևին։ Ըստ Ռուսաստանի գլխավոր դիվանագետի, անհապաղ կրակի դադարեցումը կնշանակի միայն մի բան՝ Ուկրաինայի մեծ մասը կմնա նացիստների հսկողության տակ։ BBC-ն էլ հայտնում է, որ ռուսները կարծես շատ պահանջներ ունեն, ինչն էլ ակնհայտ է դարձնում ամերիկացիների համար, որ Թրամփի հետ գործարք չի լինի։ Ռոյտերսը գրում է, որ տարաձայնությունների ֆոնին Մոսկվան Վաշինգտոնին է առաջարկել non-paper ոչ պաշտոնական փաստաթուղթ, որում ուկրաինական հակամարտության կարգավորման պահանջներից մեկը Դոնբասի նկատմամբ լիակատար վերահսկողությունն է։ Ռուսաստանի արտգործնախարարությունը հերքել է Միացյալ Նահանգներին փակ նոտա հղելու Ռոյտերսի տեղեկությունը։ Կռիվն անհապաղ դադարեցնելու Թրամփի վերջին դիրքորոշմանը համաձայնել են թե Եվրամիության ղեկավարները, թե Ուկրաինայի նախագահը։ Ուկրաինան պատերազմը դադարեցնելու պատրաստակամություն է հայտնել։ Նախագահ Թրամփի հետ հանդիպմանը պայմանավորվել ենք, որ հենց այդպես էլ կփորձենք կազմակերպել երկխոսությունը։ Առաջնագիծը կարող էր դառնալ դիվանագիտության մեկնարկ, սակայն Ռուսաստանն անում է ամեն ինչ դրանից խուսափելու համար։ Ոգեշնչվելով Թրամփի Գազայի հարցում կնքված խաղաղության համաձայնագրի օրինակից, եվրոպացիներն իրենց առաջարկն ունեն Ուկրաինայի թեմայով։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեն Վաշինգտոն այցի ընթացքում Թրամփին կներկայացնի 12 կետից բաղկացած խաղաղության ծրագիր, որը համատեղ մշակել են եվրոպական երկրներն ու Ուկրաինան։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։